Ճապոնիայի առաջին կին վարչապետը երկրորդ անգամ է ստանձնել պաշտոնը ջախջախիչ հաղթանակով։ Անցած տարի հոկտեմբերին էր նա դարձել Ճապոնիայի 104-րդ վարչապետն ու առաջին կինն այդ պաշտոնում։ Սանաե Տակաչին պաշտոնը ստանձնելուց ընդամենը 3 ամիս անց լուծարել էր խորհրդարանն ու նոր ընտրություններ նշանակել, որպեսզի մանդատ ստանա կառավարության ծախսերի ծրագրերն իրականացնելու և երկրի պաշտպանությունն ամրապնդելու համար։ Քաղաքական գործունեությունը հեռուստահաղորդավարուհու աստիճանից սկսած Տակաչին հայտնի է անվտանգության հարցերում իր կոշտ հայացքներով։ Նա մտադիր է խստացնել ներգաղթի օրենսդրությունը Ճապոնիայում։ Հաղթանակից հետո նա հայտարարել է սահմանադրությունն ու կայսերական ընտանիքի մասին օրենքը փոփոխելու ծրագրի մասին։ Հուսով եմ, որ Ճապոնիան կդառնա ազատության և ժողովրդավարության երկիր, որի վրա կարող են հույս դնել մյուս երկրները։ Մենք նաև նպատակ ունենք փոփոխություններ մտցնել Ճապոնիայի սահմանադրության մեջ, վերանայել կայսերական տան մասին օրենքը և կրճատել խորհրդարանի անդամների թիվը, երբեք չհանձնվել։ Սա է իմ անձնական հավատամքը։ Տակաչին նկատի ունի կայսերական ընտանիքի մասին օրենքի այն կետը, որով գահը ժառանգում են միայն արական սեռի ներկայացուցիչները։ Իսկ Ճապոնիայի սահմանադրությունում նա մտադիր է վերանայել 9-րդ հոդվածը։ Երկրորդ աշխարհամարտից անմիջապես հետո ընդունված սահմանադրության այդ կետում պատերազմի արգելքի դրույթ կա։ Այդ հոդվածը սահմանափակում է Ճապոնիայի ռազմական կարողությունները, զերծ պահում երկիրը ռազմականացումից։ Ճապոնիան չունի բանակ, միայն հզոր ինքնապաշտպանական ցամաքային, ծովային և օդային ստորաբաժանումներ, որոնք տեխնիկապես նախատեսված են ինքնապաշտպանության, ոչ թե պատերազմի համար։ Խաղաղասիրական ավանդույթները զիջելուց չի վախենում Տակաչին։ 64-ամյա վարչապետը վստահ է, պետք է պատրաստ լինել Ճապոնիային սպառնացողներին ռազմական արձագանք տալուն։ Նրա խոսքով տարածաշրջանային անվտանգության միջավայրը կտրուկ փոխվել է, և Ճապոնիան պետք է սահմանադրությամբ ամրագրված բանակ ունենա։ Տոկիոյում արդեն քննարկում են ատոմային սուզանավեր մշակելու հնարավորությունը։ Քաղաքական փորձագետները նկատում են, այս փոփոխություններով Տակաչին փորձում է նվազեցնել կախվածությունը նահանգներից և ուժեղացնել ազգային պաշտպանությունը։ Մարիամ Ամերջանյան, Գագիկ Տերղազարյան, Հայլուր։